Պարոն Փաշինյան, դուք արդեն 7 ամիս է քաղաքական սեղանի գրել եք կաթողիկոսին անելու հարցը, արդեն 7 ամիս է հարցը պարունում եք օրակարգում, տպավորությունը, որ եթե կաթողիկոսին հանեցիք ու գրեցիք ձեզ երկհարկով, ձեզ հավատարիմ ինչ-որ մեկի, Արայք Հարությունյանի կաթողիկոսը, այս երկրի բոլոր հարցերը լուծվելու են ընդհանրապես։ Ես նայում եմ վարչապետի լիազորությունները, վարչապետի լիազորությունների մեջ գտնում եմ գործադիր իշխանության հարցերը, ներքին, ապակին քաղաքականություն, գործադիր իշխանություն, ձեր լիազորությունների մեջ ոչ միտեղ չեմ գտնում, որ մտածել եկեղեցական հարցերով զբաղվել է կաթողիկոսի զավակ ունենալու հարցով զբաղվել է։ Լավ, ենթադրենք կաթողիկոսը իսկապես զավակ ունի, ընդունենք այդ փաստը, պարոն Փաշինյան։ Այդ զավակ ունենալը ձեր ընտրողներին ինչ վնաս է տանում։ Ասեք, ինչով է այդ փաստը վնասում։ Եթե մի քիչ ցինիկ գտնվեք, կասեք ընդհակառակը կաթողիկոսը նպաստել է ձեր խոստումների իրականացմանը։ Դուք եք չի ասել, որ Հայաստանի բնակչությունը 5 միլիոն է դառնալու։ Այդ 5 միլիոն թուրքերով չէ դառնալու, հայերով է դառնում, նպաստել է բնակչության աճին, զարգացմանը եւ այլն։ Ընդհանրապես, որն է ավելի մեծ ներդրում հասկանալ, զավակ ունենալը ավելի մեծ է, թե ուրիշների զավակների կյանքից զրկելը, թե ուրիշների մի ամբողջ սերունդ զավակ ունենալու հնարավորությունից, կարողությունից զրկելը։ Այդ կաթողիկոսի զավակ ունենալն է մեզ ավելի մեծ վնաս տալիս, թե մտնել լայվ ու ասել կասկա-մասկա հավաքեք, եկեք սահման, իմանալով, որ հողը իսկապես չի աշխատելու եւ ընդհանրապես մսաղած է տանելու։ Եվ երկրորդ հարցը, եթե թույլ կտաք, Արման Թաթոյանը գտնում է, որ դուք հետևում եք իր ուղերձների ու ասուլիսների, ինք օրինակ խոսեց Պաշտոնյաների հայրախոսության մասին եւ դուք ընդունեցիք էթիկայի կանոնակին, երեք ԱԺ-ում ընդունեցիք, որ նախնի նախագահների թեմանով շատ եք արդեն դրել վերցրել, այդ օրակարգը արդեն բաներ զզվացքում է արդեն, ինքն էլ էր այդ մասին խոսել, հիմա ինքը գտնում է, որ դուք ուշիշով հետևում եք իր ուղերձներին, առաջիկայում առաջարկում է միասնության թևերին շարունակել հետևել, ձեր առաջիկա աներիքները ինքը կասեն, հետևելու եք եւ ազդվում եք, թե շնորհակալ։ Ես ակնկալիք չունեմ, որ հայաստանյան առաքելական եկեղեցին ունենա ինձ հավատարիմ, ինչպես դուք ասացիք, կաթողիկոս, ես ակնկալիք ունեմ, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս, եւ դա է այն օրակարգը, որը ես հետապնդում եմ որպես, ինչպես բազմիցս ասել եմ, հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ եւ ինչ վնաս է տալիս, օրինակ վնաս է տալիս այն, որ նման խոցելիությունները որոշ մարդկանց, օրինակ այդ թվում օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են հավաքագրել եւ դրանք ռիսկեր են, որոնք առնչվում են պետական անվտանգության հետ եւ պետությունը պետքա այդ ռիսկերի նկատմամբ շատ ուշադիր լինի, ինչ վերաբերվում է ձեր մյուս հարցին, ես գիտեք ինչ, մեկնաբանելու շատ բան չեմ տեսնում, բոլորին հաջողություն եմ մաղթում։ Հաջորդ հարցը Սիրոս Զարթյան, միտքերը։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, անդրադառնալով Էկոզեր Պաստորյանի քաղաքական իրադրությունների համանախագահների առաջարկին, այդպիսի տպավորություն է, որ միայն այն հաջողով գերմանիների նախագահի ոչ վարչապետի ինտերեսից ներժել եք բանակցել, որ գուցե բանակցեիք եւ դրա արդյունքում չլիներ սա հավատանի պատերազմը եւ ունենային հարցը։ Գիտեք, մենք երբեք չենք հրաժարվել բանակցել։ Երկրորդը վերնագրի պատճառով ես այդ հատվածը ընդգծում եմ ցույց տալու համար, թե դա ինչ փաստաթուղթ է եւ ինչ բովանդակություն ունի։ Ես էլ եմ ասում, այդ փաստաթուղթը ձևավորվել է այն գործընթացում, երբ որ ինձ անհրաժեշտ է եղել, այդ թվում համանախագահների ամփոփ տեղեկատվությունը, թե ինչ բովանդակություն է գեներացված բանակցային գործընթացում։ Շատ կարևոր է արձանագրել, որ այդ փաստաթուղթը ոչ թե ձևավորվել է իմ վարած բանակցությունների արդյունքում, հասկանում եք, այս շատ կարևոր նրբություն է, որտեղ ես այդ ընթացքում դեռևս իմ շփումներում շարունակել եմ գտնվել տեղեկատվության հավաքման փուլում, թե ինչա տեղի ունեցել եւ ինչա տեղի ունենում բանակցային գործընթացում։ Եվ այդ փաստաթուղթը ներկայացվել է որպես ամփոփ նկարագրություն բանակցային գործընթացում նախորդ շրջանում տեղի ունեցած եւ գեներացված բովանդակության։ Ինչ վերաբերվում է բանակցություններին, մենք երբեք չենք հրաժարվել
բանակցելուց, երբեք չի եղել այդպիսի բան, որ մենք հրաժարվենք բանակցելուց, մենք միշտ բանակցել ենք եւ բանակցել ենք մեր պատկերացումներին, Հայաստանի Հանրապետությունում գեներացված պատկերացումներին համապատասխան եւ խնդրեմը առաջացել է այն ժամանակ, երբ որ մենք արձանագրել ենք, որ իրական բանակցություններում, դիվանագիտական եւ միջազգային հարթակներում ձևավորված բովանդակությունը ահռելի խզում ունի այն բովանդակության հետ, որը շատ երկար տարիներ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները հանրությանը ներկայացրել են որպես մի ուղղություն, որով զարգանում է Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը։ Դրա մասին է եղել խոսքը։ Հաջորդ հարցը